Ավելի բարդ խնդիր, քան մանդատները վերցնել-չվերցնելու հարցը տնտեսագիտության դոկտոր Սամվել Կարապետյանը դեռ չէր լուծել։ 22 օր է անցել խորհրդարանական ընտրություններից, փողոցները դատարկ են, ազգային ժողով գնալու հարցն էլ անորոշ։ Ասում են մեզ ձայն տված քաղաքացիների հետ քննարկումների արդյունքում կորոշենք։ Նարեկ Կարապետյանից հետաքրքրվեցինք, հիմա մոտ 340,000 քաղաքացու հետ հատ առ հատ հանդիպելու են, վերջում կողմ ու դեմ քվեարկությամբ հստակեցնեն։ Ճանապարհային քարտեզի ուղղությունը հասկանալով կորոշենք, որ ուղղությամբ գնանք, բայց մեզ համար շատ կարևոր է թափանցիկությունը ապահովել, մեր հայրենակիցների հետ խոսել ու այն մարդկանց, ովքեր մեզ տվել են աջակցություն, ձեր գոլեգաները չեն թողում։ Պարոն Կարապետյան, ամեն դեպքում բոլորի հետ անխտիր։ Չէ, ով որ ցանկություն ունենա, մենք պատրաստ ենք հանդիպել, այսինքն չենք ուզում փակ դռների հետևում որոշում կայացնենք, կհանդիպենք, կքննարկենք, այսօր շատ թեժ, հետաքրքիր եւ կարելի ասել ինտենսիվ հանդիպում ենք ունեցել, փակ հանդիպում այն մարդկանց հետ, ովքեր մեզ վստահություն են տվել եւ հետագայում հնարավորություն կունենանք եւս այդպիսի հանդիպում ունենանք, ով ցանկություն ունի, ով մեզ վստահություն է տվել, ազատ է, կարող է գալ, քննարկենք։ Օրերս Տաշիր արենայում տեղի ունեցած փակ հանդիպումից տարածվեց մի կարճ տեսանյութ, որի մոնտաժված բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ ամեն դեպքում կուսակցությունը հակված է վերցնել մանդատները։ Ինչն է իմ խնդրանքը, իրար հետ մտածենք, թե ոնց։ Մեր խնդրանքն է, որ վերցնել մանդատները ավելի լավ է ճիշտ ձևով ընդդիմությունը մտնի ազգային ժողով, պայքարելով, ժողովրդի սիրտն էլ փոխվի, ժողովրդի միտքն էլ փոխվի, այն մարդկանց, պարոն Կարապետյան, անգամ ովքեր իրան ձայն են տվել։ Հիմա էլ ասում են, թե որոշումը կհրապարակեն Սահմանադրական դատարանի վճռից հետո։ Մանդատներ վերցնել չվերցնելը դա մի հարց է, որին իսկապես նաև հենց դատարանի որպես ինստիտուտի նկատմամբ հարգանքի տեսանկյունից պետք է անդրադարձ կատարել միայն Սահմանադրական դատարանի որոշումից հետո։ Որոշման վերաբերյալ էլ գնահատականը կլինի, որտեղ Սահմանադրական դատարանի որոշումները դասական իրավական որոշումներ չեն, դրանք իրավաքաղաքական են։ Պարզ է դառնում, որ կուսակցությունը չունի փողոցային պայքարի համար լայն հանրային աջակցություն։ Սահմանադրական դատարանի մոտ հավաքվում է առավելագույնը մի քանի 100 մարդ, դա էլ բոլոր կուսակցությունների աջակիցներն իրար գումարած։ Հիշում եք, չէ, երբ 2008-ին, 2013 թվականին ընտրություններ կեղծվեցին, ինչ էր կատարվում Երևանի փողոցներում, երբ հասարակությունն իսկապես հաշ չէր ընտրությունների արդյունքների հետ։ Իսկ հիմա ուր են Սամվել վարչապետ գոռացողները։ Գուցե բաժանված գումարը միայն նախընտրական շրջանի համար է հերիք։ Բայց սիրելի հետևորդներ, իրենք զանգվածային ընտրակաշառք բաժանելու մեղադրանքները հերքում են, ու ինչ են արդեն մի քանի անգամ ասում որպես հերքման ապացույց, փետրվարից առ այսօր 258 մեղադրյալ կա գործով, հետևաբար զանգվածային ընտրակաշառք բաժանելու մասին խոսք չկա։ Առաջին անգամ, երբ Արամ Վարդևանյանն այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց, մտածեցինք վրիպակ է, բայց ոչ, նույնը պնդեց նաև Սահմանադրական դատարանում։ Այսինքն, ըստ ուժեղների տրամաբանությամբ, իրենց բոլոր 340,000 ընտրողները պետք է գործով անցնեին որպես մեղադրյալ, որ ստացվեր, թե իրենք զանգվածային ընտրակաշառք են բաժանել։ Չնայած հակակոռուպցիոնի հրապարակած ձայնագրությունների իրենք հերքում են, որ գումար են բաժանել, Քյաբաբ ու կոլայով մարդկանց ազատության հրապարակ հանրահավաքի բերել, այդ նույն հանրահավաքներին պատշաճ տեսքով ներկայանալու համար շալվարներ բաժանել, եւ որ ամենակարևորն է, գումար ստացող քաղաքացիներին առ այսօր գլխաքանակով են հաշվում։ Եռագլուխը չկա, արդեն ենք 500,000 գլուխ ենք, 500,000 գլուխ են արդեն, ավելի ճիշտ նույնիսկ 800,000 գլուխ են, եթե համարենք փոքր կուսակցությունների։ Չէ, փոքր կուսակցությունների հավաքած ձայներն էլ 6-700,000 գլուխ ենք։ Իրենք գործ պետք է ունենան ոչ թե 3 գլխի հետ, իրենք հիմա պետք է գործ ունենան արդեն 6-700,000 գլխի հետ։ Եվ այդ գլուխները ամեն օր շատանալու են, քանի որ իրենք ամեն օր ձախողվելու են։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։